Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 294,000 դրամ, ընդ որում սա կեղտոտ աշխատավարձի մասին է խոսքը։ Մաքուր աշխատավարձը միջին ամսական մոտ 215,000 դրամ է։ Սակայն երբ ավելի խորքային ուսումնասիրում ենք աշխատավարձի կառուցվածքը, պատկերը բավականին մտահոգիչ է։ Աշխատանք ունեցող մարդկանց կեսից ավելին ստանում է ամսական մաքուր 149,000 դրամից ցածր աշխատավարձ։ Այսինքն, եթե սա 4 հոգանոց ընտանիքի վրա բաժանենք, կստացվի մեկ հոգին ստանում է մոտ 37,000 դրամ եկամուտ, որը գրեթե հավասար է նվազագույն կենսաթոշակին։ Ընդ որում պատկերը շատ ավելի մտահոգիչ է մարզերում։ Օրինակ Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Շիրակի մարզերում աշխատողների մոտ 80%-ը ստանում է այս 149,000 դրամից ցածր աշխատավարձ։ Եվ այն մի քանի հազար աշխատողների բարձր աշխատավարձի շնորհիվ է, որ մենք ունենք միջին աշխատավարձ այդ 200-ից 215,000 դրամի սահմաններում։ Հետևաբար խնդիրը ոչ միայն աշխատատեղեր ապահովելն է, այլ ունել այնպիսի աշխատատեղեր, որտեղ մարդիկ կարողանան ստանալ բարձր աշխատավարձ եւ ապահովեն իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները։ Մենք վերափոխելու ենք տնտեսության կառուցվածքը այնպես, որտեղ հնարավոր կլինի մարդկանց համար ապահովել բարձր աշխատավարձ։ Մասնավորապես մենք գտնում ենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է առնվազն 2 անգամ ավելի լինի, 150,000 դրամ։ Սա հնարավորություն կտա նաև ավելացնել միջին աշխատավարձը եւ մեծ թվով քաղաքացիների համար ապահովել բարձր աշխատավարձեր։